Երկրորդ հարցը կապված ձեր ճակատագրի մասով, կարծես թե գրեթե բոլոր ասուլիսներին ես բարբերաբար ձեր վախերի մասին բանտարկվելու մասով հնչեցնում եմ, բայց այս անգամ այլ իրավիճակ ունենք։ Մասնավորապես 2001 թվականին Պրիվետ ռոբ արտահայտության համար Պողոս Պողոսյանը Արագած սրճարանի զուգահանում անզգույշ քաշքշուկի արդյունքում սպանվեց։ 24 տարի անց արտաշիրում է իրականացվելու եւ տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ցանկություն ունի ձեզ կալանավորել։ Կրկին հարցս ուղղում եմ։ Դուք չեք վախենում կրկին հայտնվել բանտում։ Շնորհակալություն։ Ես ասենք ինչ-որ բանից վախեցող մարդու տպավորություն եմ թողնում ձեր մոտ։ Եթե այդպես է, ես կամ ինձնից պիտի ինքս հիասթափվեմ, կամ ձեզնից։ Երևի առիթ չեմ տվել նման կերպ մտածելու։ Իդեպ դուք հիշեցրեցիք այդ դեպքը 2001 թվականին։ Նայեք, դուք գիտեք որտեղ եմ ես եղել, երբ այդ դեպքը կատարվել է։ Ես որտեղ եմ եղել։ Վկա, որ ըստ ասում եք, որ Պամփուչյանը այնտեղ է։ Ես մեր տունն եմ եղել։ Ես չգիտեմ ինչ վկա են ով գտել։ Դեպքը կատարվել է այդ սրճարանը լքելուց մոտ 40 րոպե հետո 35-ից 40 դա քրեական գործում է եւ ըստ էության իմ թիկնազորը նախագահի թիկնազորը այլևս այդ սրճարանը այսպես ասենք պահպանող օբյեկտ չէր ես այնտեղ չէի ես դեպքի մասին իմացել եմ առավոտյան են ինձ զեկուցել Պրիվետ ռոբ արտահայտությունը ես չեմ լսել Ես չեմ լսել։ Ուղղակի հիշեցնեմ նաև մեր հանրությանը Շարլ Ազնավուրի այցն էր Հայաստան եւ մենք միասին շատ լավ ժամանակ ենք անցկացրել այդտեղ մենք մտնելուց ոտնկայից մարդիկ ծափարում էին դուրս գալուց ես ընդհանրապես չգիտեի թե ինչ է այնտեղ կատարվել Խոսքը նրա մասին էր հետագայում ինձ իհարկե զեկուցել են, որ ինչ-որ մի քիչ քեֆ ավելի լավ վիճակում, ինչ-որ վիճաբանություն ա եղել թիկնազորի մեկի հետ, մեկի հիմա չեմ էլ ուզում այդ անունները տալ։ Եվ դրա արդյունքում ինչ-որ կոպիտ ասած այնց ռազմորկա եղավ իրար հետ եւ այդ միջադեպը կատարվեց։ Հիմա եթե դա համեմատում ենք այդ Շարասյան, հղի կնոջ սպանելու, մոտով անցնելու, սենց նայելով, չկաղնելու, չօգնելու, նույնիսկ Շարասյան բժիշկին չթողելու տեղի մասում, ոնց կարաք համեմատենք։ Համեմատության ուղղակի եզրեր չկա։ Հիմա ինչ վերաբերում է, պատկերացրեք գիտեք, նույնիսկ տարօրինակը ինձ ասում են Պրիվետ ռոբ։ Մերս էլ է ինձ ռոբ ասում, ասել միշտ։ Բելան, տիկին Բելան ինձ ռոբ ասում տունը։ Ես խի պիտի դրանից նեղանամ։ Ինչ հասկանում եք, ես իմ մանկական ընկերները սաղ ինձ ռոբ են ասում։ Ում հետ դպրոց կամ ինչ-որ միտեղ համասարան եւ այլ պոլիտիկ։ Հիմա չի հայհոյել, բան չասել է Պրիվետ ռոբ։ Ու ես դրանից պետք է նեղանամ, լավ, այդ աբսուրդը կամ հիմարությունը շատ կներեք, բայց մի բառեր կօգտագործեմ այդ էշությունը։ Տարածում ստացավ։ Այսքան։ Հիմա գիտեմ էլ ինձ միշտ ասում են տենց բառեր մի օգտագործեք հատուկ ասացի։ Խնդրեմ երրորդ շարք։ Իդեպ նաև շատ կներեք եւս կավելացնեմ։ Այդ միջադեպի մասնակիցը անմիջապես ազատվեց աշխատանքից։ Անմիջապես, հենց որ ինձ զեկուցեցին։ Դատվեց։ Անմիջապես։ Հիմա ես նույնիսկ չգիտեմ, էլ ինչ ձևով պետք է իշխանությունը արձագանքեր։